Ողջույն սիրելի բարեկամներ։ Այսօր մարդիկ անընդհատ խոսում են սիրո մասին, սոցցանցներում, սեր երգերում, սեր ֆիլմերում, սեր, բայց մի շատ ցավալի հարց կա։ Եթե աշխարհում այսքան շատ սեր կա, ապա ինչու են մարդիկ այսքան միայնակ, այսքան կոտրված, այսքան սառը միմյանց հանդեպ։ Ինչու են ընտանիքները փլվում, ինչու են մարդիկ հեշտությամբ ատում, վիրավորում, հեռանում։ Գուցե պատճառը սա է, մենք հաճախ սիրո մասին խոսում ենք, բայց չենք ճանաչում իրական սերը։ Այսօր Հովհաննեսի առաջին նամակի 4:7-21 հատվածը մեզ բացում է սիրո ամենախորը ճշմարտությունը, եւ այս խոսքերը կարող են ամբողջությամբ փոխել մեր հարաբերությունները, մեր ընտանիքները եւ նույնիսկ մեր հոգեվոր կյանքը։ Սիրելիներ, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է եւ ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է եւ սրանում երևաց Աստծո սերը մեր հանդեպ, քանզի Աստված իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։ Սրանում է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդուն մեր մեղքերի քավության համար։ Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք եւս պարտավոր ենք սիրել միմյանց։ Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել, բայց եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կբնակվի եւ նրա սերը մեր մեջ կատարյալ կդառնա։ Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված եւ նա էլ մեր մեջ, քանի որ նա հոգուց տվեց մեզ։ Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր որդուն որպես փրկիչ աշխարհի, ով խոստովանում է, որ Հիսուսն Աստծո որդին է, Աստված բնակվում է նրա մեջ եւ նա Աստծո մեջ։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծո սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է, ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, Աստված էլ նրա մեջ։ Եթե Աստծո հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն համարձակություն կունենանք դատաստանի օրը, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրո մեջ երկյուղ չկա, եւ կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։ Սիրենք Աստծուն, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, բայց ատի իր եղբորը, նա ստախոս է։ Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ այս պատվիրան ունենք նրանից, ով սիրում է Աստծուն, պետք է սիրի նաև իր եղբորը։ Ամեն։ Հովհաննեսը սկսում է շատ պարզ, բայց հզոր կոչով։ Սիրելիներ, սիրենք միմյանց, ուշադրություն դարձնենք։ Նա չի ասում պարզապես հանդուրժեք, պարզապես քաղաքավարի եղեք։ Ոչ, սիրեք։ Այսօր մարդիկ շատ արագ են բարկանում, չարախոսում, ընդհատում կամ անջատում, ատելություն տարածում։ Մի կոմենտը, մի մեկնաբանությունը բավական է, որ մարդիկ իրար ոչնչացնեն։ Իսկական քրիստոնյան ճանաչվում է ոչ թե միայն խոսքերով, այլ սիրելու կարողությամբ։ Հարցրու հաճախ քեզ, իմ ներկայությունը մարդկանց խաղաղություն է բերում, թե լարվածություն։ Հովհաննեսն ասում է, ով սիրում է Աստծուն, Աստծուց է ծնված, եւ հետո տալիս է ամբողջ հատվածի ամենահզոր խոսքերից մեկը՝ Աստված սեր է։ Սա պարզապես Աստծո հատկություններից մեկը չէ, սա նրա էությունն է։ Աստված միայն օրենք չէ, միայն դատաստան չէ, միայն զորություն չէ, Աստված սեր է։ Շատ մարդիկ այսօր վախենում են Աստծուց, քանի որ մանկուց ստացել են սխալ պատկեր։ Միայն պատժող Աստված, միայն խիստ Աստված, միայն դատող Աստված։ Բայց Հովհաննեսը հիշեցնում է, Աստծո սիրտը սիրով է լցված։ Մի մոտեցիր Աստծուն միայն վախով, սովորիր մոտենալ վստահությամբ եւ որդիական սիրով։ Հովհաննեսը բացատրում է, Աստծո սերը պարզապես խոսք չէր։ Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին,
Իսկական սերը միշտ զոհաբերական է։ Այսօր աշխարհը հաճախ ասում է. «Սիրիր քեզ, մտածիր միայն քո մասին», բայց Քրիստոսի սերը տալիս է, ոչ միայն վերցնում։ Իրական սերը երևում է զոհողության մեջ, ժամանակ տրամադրելու մեջ, ներելու մեջ, համբերելու մեջ, ծառայելու մեջ։ Մարդիկ չեն տեսնում Աստծուն ֆիզիկապես, բայց կարող են տեսնել նրա ներկայությունը մեր սիրո միջոցով։ Այսօր շատ մարդիկ եկեղեցի չեն գալիս, Աստվածաշունչ չեն կարդում, բայց նրանք կարդում են հավատացյալների կյանքը։ Քո վերաբերմունքը կարող է կամ մոտեցնել մարդուն Աստծուն, կամ հեռացնել։ Թող մարդիկ քո մեջ տեսնեն ներողամտություն, խաղաղություն, կարեկցանք, սեր։ Կատարյալ սիրո մեջ վախ չկա, ասում է Հովհաննեսը։ Կատարյալ սերը վանում է վախը։ Այսօր աշխարհը լի է վախերով, ապագայի վախ, պատերազմի վախ, հիվանդության վախ, մերժված լինելու վախ։ Մարդիկ արտաքուստ ուժեղ են թվում, բայց ներսում հաճախ սարսափած են։ Երբ մարդը իսկապես հասկանում է Աստծո սերը, ներսում խաղաղություն է ծնվում։ Երբ վախը հարձակվում է քեզ վրա, հիշեցրու քեզ. ես մենակ չեմ, Աստված սիրում է ինձ։ Հովհաննեսը շատ կտրուկ խոսք է ասում։ Եթե մարդը ասում է սիրում եմ Աստծուն, բայց ատում է եղբորը, ստախոս է։ Սա շատ ուժեղ հայտարարություն է։ Այսօր հնարավոր է եկեղեցի գնալ, մեջբերումներ հրապարակել, աղոթել, բայց ներսում ունենալ չներված վիրավորվանք, վրեժխնդիր լինելու ցանկություն, ատելություն։ Հոգևոր հասունությունը երևում է հարաբերությունների մեջ։ Եթե սրտումդ չկա ներողամտություն, այսօր հանձնիր այն Աստծուն։ Այս հատվածը մեզ սովորեցնում է. առաջին, իրական սերը գալիս է Աստծուց, երկրորդ, Աստված սեր է, երրորդ, սերը զոհաբերական է, չորրորդ, մարդիկ Աստծուն տեսնում են մեր սիրո միջոցով, հինգերորդ, Աստծո սերը խաղաղություն է բերում, վեցերորդ, անհնար է սիրել Աստծուն եւ ատել մարդկանց։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այսօր աշխարհը սոված է սիրո համար, ոչ թե գեղեցիկ խոսքերի, այլ իրական սիրո։ Մարդիկ հոգնել են կեղծավորությունից, սառնությունից, սելֆի անելու, նկարվելու կյանքից։ Գուցե դու լինես այն մարդը, որի միջոցով ինչ որ մեկը առաջին անգամ Աստծո սերը կզգա։ Այսօր ընտրիր սիրել, ներել, հասկանալ, խաղաղություն բերել եւ հիշիր, երբ Աստծո սերը բնակվում է քո մեջ, քո կյանքը դառնում է լույս մութ աշխարհի մեջ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, ուղարկել ձեր ընկերներին, որպեսզի նրանց ևս Աստծո խոսքը հասանելի լինի եւ օգտակար լինի, եւ կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։